Փաստերթի տեղեկություններով գործող իշխանությունների եկեղեցու դեմ հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ փորձել կալանավորել նրան միջև Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը, այսինքն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Թերթի տեղեկություններով ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ, փորձում եկեղեցուն եւ այդ գումարները փոխանցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների, հատկապես ռուսական ծառայությունների հետ, եւ այդ կերպ հիմքեր ստեղծել կաթողիկոսի եւ մի շարք բարձրաստիճան հոգեվորականների դեմ քրեական գործեր վարույթներ նախաձեռնելու համար, նրանց միջև եպիսկոպոսատ ժողովը կալանավորելու նպատակով։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վարչապետի թեկնածուի հարցում դժվար ընտրության առաջ է կանգնած։ Ըստ ամենայնի կհայտարարեմ, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնար է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխությունից հետո կդառնա հնարավոր։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է վաղ շաբաթում 3 տեղ ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության քավորը ըստ թերթի տեղեկությունների համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավականու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16 ընտրությունների մարդկանց ուղղորդելու մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։ Ասում է Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով, թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն եւ ինքն էլ է գործի անցել, համայնքի ընդդիմադիրների հետևից է ընկել, պահակից միջև ուսուցիչ, հայտնաբերում է եւ հարցերը լուծում։ Թերթի տեղեկություններով Սևակ Խաչատրյանի առաջ կուսակցությունը միանալու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքին, ու նաեւ սա է այս ձերբակալությունների պատճառը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է քաղաքական գզվռտոցի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները հայտնվելու են երերուն սյուների վրա, սակայն վերջերս քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարբեր հանդիպումներ են տեղի ունենում ռուսների հետ։ Մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելություն անցկացնում, մեկ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է մեկնում Մոսկվա։ Սիմոնյանը Ռուսաստանին համարեց եղբայրական ազգ եւ չստացավ ոչինչ, իսկ Նիկոլ Փաշինյանը սեփական հարկի տակ ընդունեց գործարար Վլադիմիր Եվտուշենկովին եւ արժանացավ թանկարժեք նվերի։ Գործարարը Փաշինյանին նվիրել է 400,000 դրամ արժեքով թեյի սպասքի հավաքածու երկնագույն պսակ, պատրաստված գժել ասոցիացիայի կողմից, եզակի օրինակով, բարձրագույն ճենապակուց, ոսկեզոծ։ Գրում է թերթը։